Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո դրա քաղաքական ու աշխարհաքաղաքական ազդեցությունից բացի քննարկվում էր միջոցառման մշակութային մասը։ Գեղեցիկ, ֆանտաստիկ, նրբաճաշակ, տպավորիչ։ Ընդհանուր առմամբ այսպիսի դրական արձագանքներ ու նաև հարց՝ ովքեր են հեղինակները։ Սա թիմային աշխատանքի արդյունք է, մեծ թիմ է աշխատել։ Սա իրականում թիմային աշխատանք էր։ Սա 1, 2 կամ 3 հոգու աշխատանք չի եղել, սա մեծ թիմը աշխատել։ Կառավարությունը մրցույթ է հայտարարել տեխնիկական առաջադրանքում մոտավոր նկարագրել, թե ինչ են պատկերացնում բացման արարողության ժամանակ ու ընտրել կազմակերպչին՝ Factory Production ընկերությանը։ Վերջինս էլ հիմնական գծերով ներկայացրել է իր առաջարկը։ Ի վերջո համատեղ հանձնաժողովում տևական աշխատանքի ու քննարկումների արդյունքում ստացված բեմադրությունը մեծ արձագանք է գտել։ Վիշապաքարերից մինչև Բերդ Պար, Մաշտոցից, Կոմիտասից, Սարյանից մինչև Համասյան։ Ընդհանուր առմամբ մշակութային կոնցեպտուալ գեղագիտական տեսանկյունից որ նայում ենք, սա այսօրվա Հայաստանի հայացքն է մեր պատմությանը եւ մեր մշակութային ժառանգությանը։ Սա իրական Հայաստանի գեղագիտությունն է եւ սա շատ կարևոր ուրեմն նշաձող է եւ դիապազոն ապագայի ուրեմն գեղագիտություն կերտելու գործընթացներում։ Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններ տարբեր խորհրդանիշներով ներկայացնելու ընթացքում կարմիր թելի պես անցնում էր ջրի թեման։ Մենք փորձում ենք ընտրել մի խորհրդանիշ, որը ոչ միայն մեր ինքնությունը կբացահայտի, իսկ կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ ջուրը տարբեր դրսևորումներով սկսած մեր էպոսից, քանի որ Սանասարն ու Բաղդասարը ծնունդ են առել հենց ջրից, վերջացրած բանահյուսության տարբեր դրսևորումներով, ջուրը շատ սերտ փոխկապակցված է եղել մեր մշակույթին։ Ջուրը նաև համամարտկային է։ Շատ քաղաքակրթություններ ձևավորվել են ջրի շուրջ եւ մենք ընտրելով ջրի խորհուրդը փորձեցինք ներկայացնել մեր ազգայինը, որը կտրված չէ համաշխարհայինից։ Մենք ընտրել ենք թեման ջուրը, կարծում ենք, որ որպես ռեսուրս եւ որպես հնարավորություն կարող է որոշակի դիրքավորում ապահովել Հայաստանի համար, բայց նաև շատ հստակ քաղաքական ուղերձներ էլ կար այդ ամեն ինչի մեջ, մասնավորապես խաղաղությունը եւ թե ոնց ենք մենք տեսնում խաղաղության պայմաններում Հայաստանի զարգացումը։ Բոլորս միասին մոտավորապես 3 ամիս հղկել ու մշակել ենք այս 25 րոպեն, որտեղ մանրամասն ամեն դետալ, ամեն պատկեր, թե ինչ պետք է հայտնվի, միասին համաձայնացնելով, աշխատելով, փոխելով, ինչ որ մի բան անգամ վերջին օրերին շտկելով, այսինքն որ մաքսիմալ իդեալական, այսպես ասած, 25 րոպե ունենանք, որտեղ հնարավորինս կարողանանք ներկայացնել թե մեզ, թե բոլոր այն ուղերձները, որոնք ուզում ենք, եւ դա անել մշակութային եւ գեղարվեստական տեսանկյունից շատ որ ասում եմ մինիմալիստական, բայց նաև միևնույն ժամանակ շատ գրավիչ։ Իդեպ Factory Production ընկերությունը կազմակերպել է ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման մշակութային մասը, այլև ամբողջ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներից ստացած արձագանքը նույնպես դրական է եղել։ Հյուրերը փաստել են, որ Հայաստանը սահմանել է մի նոր նշաձող, որը դժվար է լինելու գերազանցել։ Դրա մասին իդեպ հայտարարել է աշնանային գագաթնաժողովը հյուրընկալել պատրաստվող Իռլանդիայի վարչապետը։ Արայիկ Հարությունյանն ասում է, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել նրանց ներկայացնել մեր փորձն ու գործիքները, որոնք կիրառվել են։ Հարությունյանը չի կարծում, թե իշխանությանը ամեն մի ազգայինը մերժելու համար մեղադրողները այս միջոցառումից հետո փոխել են վերաբերմունքը, որովհետև համարում է կարծրացած են։ Բայց հանրության ավելի լայն շրջանակները հասկացան, որ մենք այդ մշակույթի, մենք այդ արժեքների, մենք այդ ժառանգության կրողն ենք եւ յուրօրինակ ոճով բոլորին հասանելի, տարբեր ազգերին հասանելի ոճով ցույց ենք տվել այդ ամենը եւ տպավորել ենք նրանց եւ կազմակերպման ձևը տեխնիկական թե բովանդակային ցույց տվեց եւ մեր նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանը ունի մեծ պոտենցիալ զարգանալու, համագործակցելու եւ մայիսի 3-ից երբ որ հյուրերը
սկսեցին գալ եւ մայիսի 4-ին, երբ որ նրանց մեծ մասը մեկնեց, ամբողջ այդ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ էր։ Միջոցառման ավարտին բեմ բարձրացան եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդները եւ լուսանկարվեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան Ճախրուկ մշակութային կենտրոնի սաների նկարած պաստառի ֆոնին դարձյալ ջրի թեմայով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Հովհաննես Քյոսեյան, Լուրեր։